Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ 2 ամիս ժամկետով կալանավորել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Առանց տեսակցության հնարավորության, ինչ կասեք այս մասին։ Ընդհանրապես որ արդարադատության հետ որևէ կապ չունի, պարոն Կոչուբաևը իր քննադատական խոսքի համար է կալանավորվել, իր խոսքում որևէ հանցակազմ պարունակող տարր չկա, սա ռեպրեսիվ միջոց է վախի մթնոլորտ ստեղծելու, ինչու՞ չէ, նաև մի շարք քաղաքական գործերում հաջողություն գրանցած փաստաբանին ճնշելու եւ որ ամենակարևորն է, ողջ փաստաբանական ինստիտուտի դեմ, որովհետեւ եթե հիմա օրինակ Մարսելի մնա քննչական կոմիտեի համար պարոն Կոչուբաևի դեմ նման վարքագիծը, վստահաբար սա ունենալու է շարունակություն եւ այսքանով չի ավարտվելու։ Ինչ է լինելու պարոն Կոչուբաևի վստահորդների հետ։ Տեսեք, պարոն Կոչուբաևի հասարակությունից մեկուսացումը ոչ միայն վնաս է հենց ինքն իրեն, այլ նաև բազմաթիվ վստահորդների եւ պաշտպանյալների, ում շահերը ներկայացնում էր ինքը։ Այս առումով դատանը պետք է ել ավելի ծանրակշիռ հանգամանքներ ունենար, որպեսզի գար նման որոշման, իսկ այս դեպքում բացակայում է։ Մեկ այլ բան է, որ կոնկրետ անձի հարգանքով պայմանավորված իր գործընկերները, իր ընկերները հնարավոր ամեն միջոց կձեռնարկեն եւ ձեռնարկում են, որ որևէ պաշտպանյալ չմնա առանց պաշտպանության եւ առանց պաշտպանի, բայց դա միայն պայմանավորված է անձով։ Այնինչ պետք է դատանը այդ հանգամանքը հաշվի առներ, որտեղ մի շարք վարույթներով ներգրավված պաշտպանի նկատմամբ կալանք խափանման միջոց ընտրելը, սրա հետ հնարավոր չի հաշվի չնստել, որ ազդում է նաեւ շատ այլ անձանց վրա։ Ամեն դեպքում կասկած չունեմ, որ մենք պարոն Կոչուբաևի նաեւ այլ ընկերները հնարավորության շրջանում, ընդ որում դա կլինի ամբողջովին վստահ եմ, որևէ իր պաշտպանյալներից մեկի առանց պաշտպանության չենք թողնի այն ժամանակահատվածում, որում վերջինս կալանավորված է։ Իսկ դուք գիտեք նրանք քանիսն են կամ քանի գործով էր զբաղվում պարոն Կոչուբաևը։ Դե բնականաբար չեմ կարող անգիր թիվ իմանալ, վստահաբար քիչ չեն, բայց արդեն նշեցի, որ թե իր գրասենյակի իր գործընկերները, թե գրասենյակից դուրս գործընկերները շատերը պատրաստակամություն են հայտնել, որովհետեւ փոխարինեն իրեն, բայց սա շատ կարևոր է արձանագրել, սա անձով է պայմանավորված օրինակ եւ կարող է լինել էլի այլ անձինք, որոնք ունեն շատ ընկերներ, բայց սրան հասնելը պետք է այնպիսի ծանրակշիռ ծայրահեղ փաստարկներ լիներ, որ հիմնավորվեր, որ այ կա սրա անհրաժեշտություն, որ այս դեպքում առհասարակ չկա։ Պարոն Կոչուբաևի նման ձերբակալումը, այսինքն հատակին պարկեսնելով կարծես վերջին ամենավտանգավոր հանցագործն է, ինչ կասեք այս մասին։ Տեսեք, ակնհայտ է, որ նման բիրտ ուժի, նման հարկադրանքի միջոցի կարիք չկա։ Նախ եւ առաջ նշեմ, որ քրեական դատավարությունը սահմանում է, որ հարկադրանքի միջոց պետք է դիմել միայն այն դեպքում, երբ անձը կամովին հրաժարվում է իր իրավունքների նահանջին։ Այս դեպքում պարոն Կոչուբաևը որևէ նման գործողություն չի արել, որևէ դիմադրություն ցույց չի տվել, ընդհակառակը, եթե վերջինիս առաջարկեին նստեին մեքենան, բնականաբար ինքը կնստեր։ Այստեղ ավելի շատ պատժիչ գործողություններ էին եւ նույն անձանց համար բնականաբար ակնհայտ էր, որ դա հանրային վայր է եւ այլ անձինք տեսնելու են եւ այլ անձինք նկարելու են եւ կարծում եմ հենց գլխավոր նպատակը դա էր, որ այդ կադրերը տեսնելով անձանց մեջ վախ սերմանեն, ի թիվս այլի, որ եթե փաստաբանի հետ են կարողանում նման ձև վարվել, ապա ինչպես կվարվեն սովորական քաղաքացիների հետ, որոնք օրինակ ավելի ցածր իրավագիտակցություն ունեն։ Կարող ենք ենթադրել, որ սա վրեժխնդրություն է։ Դա կոնկրետ վրեժխնդրության ցասումի տեսարան էր, այդ քննադատության խոսքից հետո այլ ձև հնարավոր չի մեկնաբանել, ընդ որում ես չեմ ասում, թե իրավական արգել կա, բայց ամեն դեպքում սովորույթի ուժով առաջնորդվելով զարմանալի էր, որ այդ գործողությունը հանձնարարվել էր ազգային անվտանգության ծառայությանը եւ հենց սա է գլխավորապես պատճառ, որ կարծիք կազմենք եւ նաեւ այդ գործողությունները, որ սա իրականում վրեժխնդրության գործողություն էր։ Ինչքանով այս ամենը կազդի պարոն Կոչուբաևի
կարիերայի վրա։ Բնականաբար 7 տարի պատկերացնում եք անձը չարչարվել է մի պրոյեկտի վրա եւ հանկարծ գալիս է մոտ ժամանակահատված եւ նրան կալանավորում են, ընդ որում եթե այդ կալանքը լիներ հիմնավոր, բնականաբար նեղ սրտելու առիթ չէինք ունենա, այստեղ խոսքը գնում է անհիմն կալանքի մասին, ավելին ասեմ, նախագահ դատավորը եւս տեղյակ էր սպասվող իրադարձության մասին, սակայն ոչ միայն սա առիթ չտվեց այլ խափանման միջոց ընտրելու, այլև շատ հնարավոր է հենց առիթ հանդիսացավ, որպեսզի հերթական անգամ կարողանան նեղություն տալ, պատժել պարոն Կոչուբաևին իր գործունեության համար։ Պետք չէ մոռանալ, որ նա շատ եւ շատ քաղաքական վարույթներով ներգրաված է, այսինքն կարելի է ենթադրել, որ այդ քննադատական խոսքը ունեցել է նախապատմություն եւ հարմար առիթ են սպասել, որպեսզի որևէ բիրտ գործողություններ կատարեն փաստաբանի նկատմամբ։